մի քանի կոմպոնենտներ էր, որը ինձ ստիպեց ինչ-որ մի օր համարձակություն դրսևորեմ ու նմանատիպ բիզնես ունենամ։ Դրանցից մեկը իհարկե մեծ սերն էր գարեջրի ու գարեջրի մշակույթի մասով։ Գարեջուրը նույնպես գինու հետ հավասար, եթե չասեմ մի փոքր ավել, պատմություն ունի ու իր մշակույթ ունի։ Դա ամենամեծ կոմպոնենտն էր, որ ես մի օր որոշեցի, որ պետքա Հայաստանում լինի ոչ մի տեղ, որտեղ կարելի է գարեջուր խմել, այլ մի տեղ, որը մարդ կարող է ավելի մոտիկ ծանոթանալ այդ խմիչքի հետ։ Կարող է թվալ, թե ինչ է նշանակում գարեջրի մշակույթ, այսինքն մի բան, որը ոգելից խմիչքի հետ է կապված ու գինով սազության, բայց իրականում կա տենց բան ու ավելի մեծ հաճույք է ստանում իմանալով, թե ինչ ես խմում ու ինչի համար է նախատեսված, նույնիսկ առողջական նկատառումներից ելնելով։ Գործը սկսելու ժամանակ ու համարձակություն ցույց տալու ժամանակ ես ունեի ընդամենը 3620 դրամ իմ դրամապանակում այդ րոպեին։ Այդ 3620 դրամը չէր, որ ստեղծեց գարեջրի ակադեմիան։ Սկսեցինք իրականում զրոյից։ Ժամանակ կար, որ հասկանում էինք, որ պետք է ամեն ինչ մեր ձեռքերով պատրաստենք, որովհետև դա է պահանջում ու այլ ելքուղակի չկա։ Չհասկանալով, թե վաղ մյուս օր այդ ամեն ինչը ձեր ձեռքերով պատրաստելը ինչի կարա բերի ու շինարարությունից, վերանորոգումից մինչև ինչ ասեմ, նույնիսկ փոքր, հա, տենց գործեր անել, թեկուզ բարմենի կամ խոհարարի գործ, վերջում հասկացանք, որ այդ գործը իզուր չէր ու դա իր քաղցրությունն էր ու մարդիկ գալիս հասկանում են, որ ձեր մոտ ինչի ասենց տամպես, ասում ենք, դե չգիտեմ, ամենայն դեպս մեզ դա ակնհայտ չէր այդ ժամանակ։ Հետո հասկացանք, որ մեծ երևի էներգետիկա ենք ներդրել այդ գործի մեջ, ամեն մի պատի մեջ, որ մենք ինքներս թեկուզ վատ, բայց վերանորոգել ենք, թեկուզ մեր մտքերը ոչ լիովին, ոչ պրոֆեսիոնալ հանձնելով, բայց մենք ինքներս ենք դա արել ու հենց դա ավելի մեծ արժեք էր։ Գարեջրի ակադեմիա անունը որոշվեց ոչ ուղղակի ավելի հնչեղ, ավելի սիրուն կամ չգիտեմ, տենց ինչ-որ անուն, որը մեծ դեպքերում լինում է, այլ ուղղակի որոշվեց նրա համար, որովհետև ամբողջ փիլիսոփայությունը, որը մենք ուզում ենք հաղորդենք, երևի ամենալավը բնութագրում է հենց գարեջրի ակադեմիա բառը, որովհետև ակադեմիական մոտեցումը առաջին իսկ օրվանից, հենց բացման օրվանից մենք նշեցինք շատ հետաքրքիր ձևով, մենք արեցինք ընդունելության քննություններ, բոլոր այն մասնակիցները, այն հյուրերը, այն մարդիկ, ովքեր գալիս էին բացման, իրանք մասնակցում էին ընդունելության քննությունների ու դառնում էին պատվավոր ուսանող։ Ու մինչ օրս այդ տենդենսը շարունակվում է, մենք այսօր արդեն մեր ակադեմիայում ունենք բակալավրներ, դոկտորներ, մագիստրոսներ, դեռ ավելի բարձր ակադեմիկոսներ չունենք, բայց դա մոտ ապագայում ժամանակի հարց է։ Այս սրահում եւս մի հատ շատ հետաքրքիր բան գտանք, երբ որ վերանորոգում էինք։ Ուրեմն սա մոտավորապես ես անցնեմ, ուրեմն սա շենքի հիմքը սկսում է ստեղից, ու սա ոնց որ հիմքի նախապատրաստական մասն է, ու երբ որ քանդեցինք, որ այս սիրուն տուֆի քարերը մենք վեր ցանենք, մենք գտանք այս երրորդ քարի վրա մի հատ հետաքրքիր sense խաչ, ձեռակերտ, Իսկ չհասկացանք ինչ էր, հետո տրամաբանությամբ եկանք նրան, որ ժամանակին 50-ական թվականին երբ որ շենքը կառուցվել է, շինարարները որոշել են, որ հիմքի երրորդ քարը պետք է օրհնեն, ու իմ շինարարները ասեցին, հա ինչ անենք, թողենք sense բան, ասեցի անպայման պետք է խաչը թողենք, այդ պատմությունն է անպայման պետք է հիշատակվի, որ ինչի համար է խաչը, ու ժամանակին մարդիկ այս վայրը որ սարքել են, ըստ երևույթին երևի չեն մտածել, որ շուրջ 60 տարի հետո այս վայրում կլինի մի վայր, որտեղ մարդիկ կհավաքվեն, տենց կտեսնեն իրար։
Գարեջրի ամենամեծ կարևոր բաղադրիչը ջուրը ֆիլտրելն էր, որ ստանալ բարձր որակի պրեմիում կլասի գարեջուր։ Ու մենք ճիշտ ասած չգիտեինք գարեջրի համար Երևանում ինչ աղբյուրներ կան, որոնք հարմար են ամենալավ գարեջուր ստանալու համար։ Իրականում դա միայն ջրի մաքրության եւ ուղակի խմելու պարամետրներ չեն, կան ավելի բարդ չափորոշիչներ, թե ոնց է որոշվում գարեջրի լավագույն ջուր, այսպես ասած, տեսակը։ Ու դրա պատճառով մեր պարտներները Ավստրիայում ասացին, որ դուք պետք է ուղարկեք տարբեր նմուշներ ջրի Երևանից, որտեղ որ գործարն է լինելու, եւ մենք հասկանանք, թե որ ջուրն է ամենալավը ու հասկանանք, թե ինչ տեսակի ֆիլտրեր պետք է ձեզ ամեն տարի կամ չգիտեմ որոշակի ժամանակահատվածում մատակարարենք։ Մենք ճիշտ ասած ինքներս չգիտենք, որ Երևանում այդքան շատ տարբեր տեսակի ու բաղադրությամբ ջրեր կան։ Մի շարք սրվակներով ուղարկեցինք ջրեր Ավստրիա եւ մի քանի շաբաթ հետո մեզ զանգարեցին շատ ջղային ձայնով, ասեցին օրինակ համար 3-րդ ջուրը ձեզ որտեղից։ Մենք հասկացանք, որ այնքան վատ է եղել համար 3-րդ ջուրը, որ ասացինք ճիշտ ասած, երբ որ բացում ենք մեր քրանը, ջուրը գալիս է ու մենք օգտագործում ենք ամեն ինչի համար, ընդհանուր միջև մեքենա լվանալ եւ գորգ եւ լողանում ենք, ասես դուք հիմար եք, դուք չեք հասկանում, որ այս ջուրը ունի այնպիսի չափորոշիչներ, որոնք շատ հազվադեպ են հանդիպում։ Այդ ջուրը համարյա նույն մարդուարյան pH-ին է մոտիկ եւ դուք դրանով կստանաք հոյակապ գարեջուր, ձեզ նույնիսկ ֆիլտրեր պետք չեն, այնտեղ միայն քլոր կա եւ դուք կարող եք եռացնելով դա բոյլերի միջոցով աշխատացնել եւ դրանով հարցը լուծված է։ Դա Աբովյանի կաթնախբյուրի գիծն է, որը Երևանի որոշակի մասը ապահովում է։ The greater champion of justice. Return with us now those thrilling days of yesteryear. On the map of the thundering feet of the great horse silver. The Lone Ranger rides again. Իրականում գարեջրի արտադրության մեջ Հայաստանը պետք է որ պոտենցիալ ունենար ավելի շատ քան ուներ, որովհետև մենք ունենք շատ խորը ու երկար անցած ճանապարհ, շատ մեծ պատմություն, երևի թե բոլորի համար գաղտնիք չի լինի, որ խոսամ Քսենոֆոնտի Անաբասիս աշխատության մասին, որտեղ նշված էր, երբ որ ինքը այցելում էր Հայաստան եւ փորձում էր գարու գինի, այն ժամանակ գարեջուր բառը էվի չկար, դրա համար էր այդպես բնորոշում եւ գարու հատիկներ էին լողում ու երևի թե առաջի գարեջրերից մեկն էր համենայն դեպս եվրոպական աշխարհի հայացքով ու որը որ խմում էին ձողիկներով, բուսական ձողիկներով, այդտեղից եւի կարելի է ենթադրել նաեւ որ ձողիկն է հայկական առաջին հայտնագործությունը ու հարցածագում ոչ միայն տուրիստների համար, այլև հայերի համար, լավ դուք ունեք շուրջ 3-4000 տարի գարեջրի արտադրության պատմություն, ունեք որոշակի անցած ճանապարհ, բա ուր է ձեր մշակույթը, բացի մի քանի խոշոր արտադրողներից, որը դեռ խորհրդային շրջանից է, մեծ ժառանգությունից է, ուր են ամեն ինչի, ինչ որ կա գարեջրային երկրներում, դրա պատասխանը ցավոք սրտի դեռ մենք չենք կարող սպառիչ տալ, բայց այն ինչ որ կատարվեց 2006 թվականից ի վեր, ես չեմ կարող ասել ինչով 2006 թվականից ի վեր փոփոխություն եղավ մշակույթի եւ արտադրության մեջ, բայց գարեջուրը կամաց սկսեց քայլել ավելի առաջ հենց 6 թվականից։ Ու 12 թվականին կարծում եմ մենք էլ որոշակի լումա ներդրեցինք դրա մեջ։ Երբ որ մենք սկսում էինք արտադրել, մենք մեկ տեսակից սկսեցինք գարեջուրը, որը հենց մեր առաջի առաջ տանող գարեջուրն էր, դա սև գույնի գարեջուրն էր, որը մենք այն ժամանակ կոչեցինք ու մինչ օրս Ակադեմիա Դունկել, գերմաներեն նա կոչվում է սև գարեջուր, Դունկել, մուկ։ Եվ դրա մեջ փորձեցինք մի քիչ իրան փոխենք, հոգին հայկական սարքենք, որ ասենք սա հայկական գարեջուր է։ Այո, Հայաստանում է պատրաստվում, այո, պատրաստվում է հայ մարդու ջանքով եւ եռանդով, հայկական աղբյուրով, ջրով, բայց ինչ որ մի բան պակասում էր։ Դրա համար մենք որոշեցինք մի շատ ռիսկային քայլի գնալ ու օգտագործել մի տեսակ հացահատիկի, որը մինչ օրս Հայաստանում հաստատ չկա։ Դա հայկական կարմիր ցորենն է, էնդեմիկ տեսակ է, գրանցված է կարմիր գրքում, ունենք արգելոց, որը գտնվում է Էրեբունու թանգարանի կողքը,
ու ժամանակին մեր բոլոր համարյա հացամթերքները պատրաստվել է կարմիր հայկական ցորենով։ Դա աբորիգեն տեսակ է, դա հենց ստեղ է ստեղծվել, Աստված գիտի թե երբ, ու մեկ կարևոր բան էլ կա, հայկական կարմիր ցորենը չի պարունակում մեր 21-րդ դարի համար շատ հայտնի ու շատ պոպուլյար գլուտեն սպիտակուցը, որի բոլոր տուփերի վրա հիմա գրում են free gluten կամ չի պարունակում գլուտեն։ Այդ հացատիկը ի սկզբանե չի պարունակել ու իրան անհնար է գենոմոդիֆիկացնել։ Չգիտեմ իր մեջ ինչ կոդ կա, որ չի բացվում, բայց ամենայն դեպս դա այդպես է։ Ու հենց ակադեմիա դունկելի մեջ պարունակում է հայկական կարմիր ցորեն, որը հենց իր սիրտն ու հոգին։ Սկսեցինք 1-ից, երկրորդ տարին արդեն հասել ենք 3 տեսակի, հիմա արտադրում ենք 6 տեսակի գարեջուր, իրարից բավականին տարբեր, թե գույնով, թե բաղադրությամբ, թե տեսքով։ Սա մեր ցորենի գարեջուրն է, չֆիլտրած, չպաստերիզացված սեզոնային գարեջուր, ինքը մայիսից հոկտեմբեր ամիսներին է լինում, թեթև ու զովացուցիչ գարեջուր է ու շատ հաճելի է մանավանդ կանանց համար, որովհետև դառնություն գրեթե չունի։ Սա մեր գարու բաց դասական պիլս տեսակի գարեջուրն է, ինքը ավելի թանձր, ավելի կլասիկ համի է, էլի չֆիլտրած ու չպաստերիզացված գարեջուր է։ Բիտեր մեր կիսամուղ ամենադառը, բայց ամենաթեթև գարեջուրն է, նախընտրում են դառը գարեջուր սիրող մարդիկ։ Ակադեմիա դունկել մեր մուգ գարեջուրն է, որը համային առումով ու բուկետով ամենահարուստն է կարելի ասել, երբեմն նաև սուրճի, սերկեֆիլի, չգիտեմ, սև սալորաչրի հետ համերով։ Եվ 6-րդ տեսակը ակադեմիա կոճապղպեղի, ինքը կոճապղպեղի գարեջուր է, եւս չֆիլտրած ու չպաստերիզացված, էլի բավականին հետաքրքիր ու թարմացնող։ Փորձելու դեպքում սկսում ենք ցորենից, առաջինը խմում ենք ցորենը, վերջում կոճապղպեղը, որպեսզի համային տարբերությունը կարողանանք զգալ, այսինքն հետ համերը չխանգարեն իրար։ Շնորհակալություն։ Կարող եմ փորձել արդեն։ Իհարկե ոչ։ Դու աշխատանքի ես։ Բոլորը բիո գարեջրեր են, ու Հայաստանում միակ եւ առաջին արտադրողը բիո գարեջրերի 2012 թվականից եղել է Գարեջրի ակադեմիան։ Դրա համար մենք ունենք եվրոպական սերտիֆիկացիա օրգանիկ գարեջրի եւ ամբողջ հումքը, որը գալիս է, դե հումքը ասեցի, որ Հայաստանում մենք դեռ չունենք, բայց դրա վրա էլ ենք քայլեր ձեռնարկում, գալիս է Ավստրիայից եւ Գերմանիայից։ Գործանում գարեջրի արտադրության ամբողջ ցիկլը կատարվում է, սկսած գարու ածիկի աղման process-ից մինչև իր բոլոր գործընթացները եռման, ֆերմենտացման, ֆիլտրացման, այսինքն նստվածքային ֆիլտրացման, այլ ոչ թե գարեջրի ֆիլտրացման, եւ նույն հասունացման շրջանն ու հնեցման շրջանը նույնպես կատարվում է նույն գործարանում։ Շատ բաներ կար, որոնք մենք գիտեինք, կարդացել էինք կամ լսել էինք կամ մեզ ուղղորդում ասում էին, բայց մենք բաներ կան, որոնք պրագմատիկորեն չես հավատում։ Երբ որ գարեջրագործ ունենում է վատ տրամադրություն, լինում է վատ առողջ, չգիտեմ, նույնիսկ եթե այդ օրը լինում են մթնոլորտային ինչ-որ ճնշումներ կամ որոշակի այդ ամեն ինչը գարեջուր արտադրելու process-ի վրա ազդում է։ Ես չգիտեմ ինչի է ազդում ու ոնց կարող է դա կապ ունենալ գարեջրի հետ, բայց կա այդպես process,
գարեջրի 90%-ից ավելը ջուր է, իսկ ջուրը ամենաուժեղ ինֆորմացիոն աղբյուրն է ու ամեն ինչ հիշում է, ինչ որ իր հետ կատարում են։ Եղել են դեպքեր, որ նույն գարեջուրը, նույն տեխնոլոգիայով, նույն գարեջրագործով մենք արտադրել ենք, ինքը էլի ծնվել է եղել է շատ լավ գարեջուր, բայց ինչ որ տատանում է տեղ ունեցել։ Հետո հասկացել ենք, որ տորը մի քիչ հիվանդ է գարեջրագործը ու դա կապ կարող ունենար։ Երբ որ սկսում էի գարեջրի այս ամբողջ աշխարհ ստեղծելը, արտադրություն, խոհանոց եւ այլն, մի բան էր, որ ինձ միշտ պահում էր, որ ես չէ պետքա սա պետքա ստացվի։ Ամենակարևորը մարդը պետք է ինքը իրան հավատա։ Ոչ մեկ քեզ չի հավատա ու քեզ չի ոգևորի, եթե դու քեզ չհավատաս։ Մարդկային մեծ անհակ աշխատասիրությունը, հավատը ու անպայման անբեկանելի նպատակասլացություն, այսինքն եթե դու նպատակ չունես կամ նպատակդ միայն փող աշխատելն է, քո մոտ չի ստացվի։ Նպատակը պետք է լինի բարձր, վեհ, պետք է լինի մեծ ու աշխատասիրությունդ գումարած քեզ քո նկատմամբ հավատը անպայման կբերի հաջողության։ Որտեղ էլ որ ապրես, իսկ եթե հողում ապրես, այդ դրանից մեծ բավականություն կստանաս։ Մենք գարեջրային երկիր ենք նաև, ոչ միայն ծիրանի, կոնյակի եւ այլն, այլ նաև գարեջուր ենք արտադրում։ Պատրաստվում է հայ մարդու ջանք ու եռանդով ու դրա մասին մենք գրում ենք նույնիսկ գարեջրի վրա ու անպայման նաև գրում ենք, որ գարեջուրը պատրաստվում է հայկական ջրով։ Ամենակարևոր բաղադրիչը դա ջուրն է։ Մենք եթե ջուրը փոխեցինք, էլ չենք ասելու տենց, նույնիսկ հայ մարդու ստեղծածով։ Ջուրը կարևոր բաղադրիչ է ու մեր կողմից է ստեղծվում։ Այո, դա հայկական գարեջուր է։ Մուտքի մոտ զանգը հատուկ կախված է նրա համար, որ բոլոր հյուրերը գիտեն դրա մասին ու ակադեմիականները։ Ուրեմն զանգով մենք ազդանշում ենք, որ արդեն 1 տոննա գարեջուր վաճառվեց։